Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում ՓՄԶ ասոցիացիայի հարկեր, турքեր, կրքեր հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Ավագյանն եմ, Փոքրամիջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ։ Այսօր մեր շատ սիրելի հյուր ունենք Արտակ Ասլանյան, ով ՓՄԶ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է, Ասլանյանց տեքստիլ ընկերության հիմնադիր եւ Արտակը նաեւ հայտնի է որպես բիզնես խորհրդատվական ընկերությունների մասնակից ու նաեւ հենց առանձին որպես խորհրդատու։ Ողջույն Արտակ ջան։ Ողջույն։ Այսօր մենք ուզում եմ մի քիչ խոսենք ցավոտ փոքր-միջին բիզնեսի համար շարունակում է ցավոտ մնալ ՓՄԶ վարկավորման ու ընդհանրապես վարկային ռեսուրսների մասին։ Ես տեսա մի քանի օր առաջ դու դրան նորից անդրադարձել էիր հանրային տիրույթում, այսպես ասած, ու նաև հիշում եմ, որ որոշ ժամանակ առաջ կենտրոնական բանկը հրապարակել էր թվեր, որ Հայաստանում ՓՄԶ վարկավորման ծավալները մեծացել են, հանրային եթերում նույնիսկ անդրադարձ եղավ, մեզանից այդ դրա մասով կարծիք էին ուզել 2 տրիլիոն 270 միլիարդի կարգի ոնց որ արդեն ծավալը տրվել էր վարկերի, որը համեմատել էին նախորդ տարվա հետ 26% աճ գրանցել, հա։ Իհարկե, ես հետո նայեցի այնտեղ մի քիչ տես տարբերություն կա, մի քիչ չէ, մեթոդաբանական տարբերություն կա, որովհետև կենտրոնական բանկի կողմից այդ ՓՄԶ ասվածը, օրինակ, երփոքրը իրանց մոտ մինչև 300 միլիոն շրջանառություն ունեցողն է, հետեւաբար արդեն պատկերացրեցիր էլի, այսինքն այդտեղ ներառված ՓՄԶ-ների խումբը շատ ավելի մեծ են, եւ մեր հիմնական, գիտես ինքդ էլի, մեր ասոցիացիայի հիմնական շահառու խմբերը դա գերփոքրերն են, տարեկան մինչև 100 միլիոն շրջանառություն ունեցող եւ մինչև 10 աշխատակից։ Ու դրա համեմատ ես նայում եմ, որ շարունակում է թե մեր ասոցիացիայի անդամները, ինքդ էլ գիտես նաեւ քեզ էլ են անհատական գրում, այդ վարկային ռեսուրսների ընդհանրապես փողի հասանելիության խնդիրը մնալ առաջի, չեմ վախենա ասել, առաջի եռյակում, հա, ՓՄԶ-ին մտահոգող։ Ինչ կարծիք ես փոփոխություն կա, հա, իդեպ մի բան էլ ասենք, խնդրեմ այդ դրան էլ անդրադառնալ, նաև այդ կենտրոնական բանկի այդ զեկույցում նշվում էր, որ տոկոսադրույքներն են նվազել, այսինքն դրամայինը նշում են 11.5%-ա մինչել եւ այլն, իրական կյանքում ինչ վիճակ է։ Դե այստեղ հարցը ոնց որ երկու մասի կարելի է բաժանել, այդ առաջի մասով տենց ոնց որ ընթացիկ նաև միտք եկավ, քո ասելուց, որ գերփոքրերը այնտեղ 300 միլիոն են համարում մյուս, այստեղ նաև շատ կարևոր է հասկանալ, թե այդ ձեռք բերված վարկերը ինչին է ուղղված եղել այդ ընկերությունների համար։ Ես շատ դեպքեր գիտեմ, երբ ընկերությունները վարկ են վերցնում, որ աշխատավարձ տան։ Դա համարում ենք որպես ձեռքբերում, թե որպես չձեռքբերում, ընթացիկ պահպանման բաների։ Այո, ու այստեղ ամենակարևորը ես որ անդրադարձել էի նաև, ինչպես նշում ես, այստեղ կարևորը նաև թե վարկերը ինչպես են օգտագործում ընկերությունները, ինչ նպատակներով։ Բայց արի կներես, արի այդ երկրորդը լավ ասցիր էլի, այդ որպես երկրորդ մաս մնա, արի առաջի մասից գնանք, այս պահին ոնց է վիճակը, հասանելի են գերփոքրերի համար վարկային ռեսուրսները, ու եթե հասանելի են ինչ-որ համեմատությամբ կամ բան ոնց կասես։ Վարկային ռեսուրսների հասանելի ու չհասանելի լինելը հիմնականում չի գնահատվում ոնց որ բիզնեսի կենսունակությունից, բիզնեսի տեսլականից, հետագա մյուս հիմնականում ստեղ 4 գրավներով է գնահատվում հայաստանյան բիզնեսը, այսինքն եթե դու ունես բիզնես, կապ չունի մեծ հաշվով շրջանառությունը, մյուսը ունես, չգիտեմ, մեծ տուն, ունես լիկվիդ արժեքով հող կամ անշարժ գույք, այդ վարկը քեզ հասանելի է։ Այդ մասով կարող եմ ասել, այո, հասանելի է, բայց թե երկրորդ մասով ոնց որ աշխարհն է գնում, որ այդ վարկերը պետքա քեզ հասանելի լինեն նաև այլ տրամաբանությունից ելնելով քո պայմանագրերի հիմքերի վրա, քո զարգացման աճի, քո բիզնես պլանի, այո, շատ կարևոր է։ Հայաստանում այդ շատ թույլ է գործում, կարելի ասել նաև չի գործում։ Հիմական վարկերի ինչ-որ փոքր լիմիտներ, մինչև մի քանի միլիոն դրամ, որ առանց գրավ տալիս են, բայց դրա տոկոսադրույքները այնքան բարձր են, որ այսինքն 11.5% չեն։
Ես տենց թիվ չգիտեմ 10, կարող է գերխոշորների համար, ովքեր մեծ գույքեր ունեն, մեծ իրենց ռիսկերը շատ քիչ չեն, իմ իմանալով ռիսկերի գնահատման մեխանիզմով է, բայց մեր մոտ ռիսկերը գնահատվում է զույգ քո գույքի արկայությամբ։ Այսինքն շարունակումը մնալ այդ պայմանը, որ կոշտ գրավի արկայության դեպքում են տալիս վարկ, անկախ նրանից, որ քո բիզնես իդեան լավն է, կենսունակ է, հա, այսինքն կարող է օգնել, որը շատ բիզնեսների ու մասնավոր հենց գերփոքր բիզնեսների, որոնց մեջ նաև կան սկսնակ բիզնեսներ, որոնց համար կարելի ասել դա անհասանելի է։ Այսինքն ինքը կամ պետք է գնա իր քերուն համոզի, որ իր տունը տա գրավ տնի, որ վերցնի, այսինքն իդեայի վրա չի բան արվում։ Հա, այստեղ այդ օրինակն է լավ բերեցիր, կարևոր է նաև նշել, որ բացի գրավներից, օրինակ, եթե դու ունես քո ոչ թե անհատ ձեռնարկատես, այլ ՍՊ ունես, որտեղ որ ըստ տրամաբանությամբ այդ վերսած ներգրաված վարկով դու քո գույքով պատասխանատու չես լինելու, ստեղ արդեն բանկը այլ քայլի է դիմում, բերում է հենց ՍՊ-ի տնօրենին կամ, չգիտեմ, սեփականատիրոջը անձնական երաշխավորություն ազում, ինչը որ արդեն կապում է էլի քո գույքերի հետ։ Հասկացա։ Հա, այսինքն այստեղ ավելանում է նաև ֆիզիկական անձ պետք է գտնես, որ ֆիզիկական անձ գտնես, ով երաշխավորություն պետք է։ Հա, այնտեղ կան, ել եմ ասում, փոքր, ասենք մինչև քանի միլիոն, մի հատ բանկ կար մինչև 10 միլիոն դոլար։ Հա, մինչև 10 միլիոն, բայց էդ էլ պետք է դու ապացուցես, որ այդ գումարը քեզ պետք չի, որ իրանք այդ գումարը քեզ տրամադրեն։ Հա։ Տոկոսների մասով ինչ կասես, ինչ համեմատություններ ունենք։ Տոկոսների մասով ես երկրների հետ եթե ունես ինֆորմացիա եվրոպական երկրների հետ ես եվրոպական երկրների հետ եմ համատել, ինչը որ անհամեմատելի է հիմա մեր իրականության հետ, այնտեղ նույնիսկ ՓՄԶ-ին 3.5-ից մինչև 3.75%-ով է վարկ տրվում։ Ու ունեմ մեր հարևան երկրներ, հարևան չէ, որ նախկին խորհրդական միությունից այդ Ուզբեկստանի հետ համատությունը, այնտեղ, եթե չեմ սխալվում, մինչև 15% է ավելի բարձրական, բայց այստեղ շատ հետաքրքիր մի հատ բայց կա, որ այդտեղ գործում են հիմնականում արդեն երաշխիքային ֆոնդեր, այսինքն այդտեղ պետությունը չի թողում քեզ մենակ քո հարցերի հետ բանկ ու բիզնես այդ փոքր միջին բիզնես այդ հարաբերությունների մեջ մենակ չես։ Ճիշտ է, ինքը չի խառնվում, բայց որոշակի երաշխիք մինչև 80-85% վերցնում է իր վրա, ու այս օրինակով, քանի որ այդ ուզբեկներից խոսեցինք, այնտեղ նախ վարկը նպատակային է հիմա արդեն դրած այդ երաշխիքային ֆոնդերի համար, այսինքն եթե դու վարկ ես վերցնում, որոշակի պետքա բիզնես պլան ունենաս, ինչ ես անելու, հիմա շատ արդի այնտեղ արտահանման այդ վարկերը, որտեղ որ այդ հենց այդ երաշխիքային ֆոնդն է վերցնում 80%-ի վրա, ու վերջի տվյալով 1 տարվա մեջ մոտ 500 նոր ընկերություններ ներգրավել մենակ տեքստիլ ոլորտից արտահանման այդ գործընթացում։ Այդ շատ լուրջ թիվ է ու ինձ թվում է սենց ծրագրերով ու սենց քայլերով պետք է գնանք առաջ, որ կարողանանք մեր մոդել այդ փոքր ու միջին բիզնեսը ամենայն որ ասում կարևոր բանը որ ասացիր, այսինքն երաշխիքային ֆոնդը եկել է օգնելու այն բիզնեսներին, ովքեր չունեն գույքի ապահովվածություն եւ լուծել է այդ հարցը։ Բացի դրանից տրամաբանություն են դրել տակը, ասում են, եթե արտահանման ուղղված բիզնես է, եկեք դրան։ Չէ, ոչ միայն արտահանման, այսինքն այնտեղ ճյուղեր կան, որոշակի ուղղություններ կան, դու այդ ուղղություններից ինչ-որ մեկը ընտրում ես ու ոնց որ այսինքն պետությունը սահմանել է իր առաջնահերթ ուղղությունները ու այդ ուղղություններով տալիս է։ Դուք հիշես, որ նախկինում մեր մոդել կար, տենց մեծ չէ, բայց կար Հայաստանի համար, ինքը համարվում էր գոնե սկսնակների համար ահագին օգնության միավոր, ՓՄԶ ԶԱՔ-ի այդ երաշխիքային ֆոնդը կար, եթե չեմ սխալվում, մոտավորապես 1.7 միլիարդի վերջում հասել էր ինքը այդ երաշխիքային ֆոնդը, որը երաշխիք էր հանդիսանում այն բիզնեսների համար, ովքեր չունեին կոշտ գրավ։
ու էլի բիզնես պլան էին վերցնում բան եւ 3% էր, եթե չեմ սխալ, թե 7% էր, Սիրիահայերը որ եկան այնտեղ 5% էր, այսինքն ինքը ու բանը Երևանից դուրս ինչ որ պայմաններ կար, ես որ ավելի լավն էր, դե այն որ ասма չեղածից էլի ահագին ինքը օգուտ էր, բայց ես ոնց հասկանում եմ այդ թեմայով երբ որ մենք բարձրաձայնել ենք մի քանի անգամ չեն սիրում այդ թեմային անդրադառնալ, իրական պատճառը չեմ հասկանում ինչու։ Դե, ես էլ չեմ հասկանում, մանավանդ վերջերս վերջնական որոշում կայացվեց, որ էլի նորից անկախ կառույց չի լինում, ու ամենայն դեպս էկոնոմիկայի նախարարության խորհրդում, որ գնալու է ներդրումների աջակցման կենտրոնի մեջ որպես առանձին ստորաբաժանում, չգիտեմ մենք դրան բացական կարծիք ենք ասել, բայց հələ տեսնենք ինչ ուր կհասնի։ Բայց ամեն դեպքում վերադառնալով վարկերին ու այս կտորը ուզում եմ մի հատ տենց ամփոփենք ունենք, իսկ եվրոպական, ասենք, լավ օրինակներ, օրինակ ինձ համար միշտ բանն է, Գերմանիան է, որպես տենց արտադրող ու ՓՄԶ-ին օգնող երկիր, ու տարիներ ի վեր իրանք այդ քաղաքականությունը տանում են, այսինքն ՓՄԶ-ների հաջողություն ու արտադրողի մեջքին կանգնել էլի, ասենք այդտեղ ունես ինչ որ տվյալներ համեմատություն։ Հա, օրինակ հիմա ես երկու օրինակ կբերեմ, տարբեր, ովքեր որ երկրները, որ աջակցում են ՓՄԶ-ներին, ամեն մեկը տարբեր ուղղություն, տարբեր տեսլական ունի, բայց վերջնական նպատակը հենց այդ աջակցությունն է, զարգացումն է, մյուս։ Մեկը հենց քո նշած Գերմանիան է, որ իրենց ֆոնդի անունը այնտեղ երաշխիքային ֆոնդերից մեկի անունը, որ ամենամեծերից է, թե չեմ սխալվում, KfW-ն է, որ անցած տարվա ու այս տարվա համեմատ մոտ 75% ավելացրել է ֆինանսավորումը 2 քանի միլիարդից մոտ 3 քանիս է գնացել հասել ու ես կարող եմ բերել Բելգիայի օրինակը, որ ինքը լրիվ ուրիշ ուղղությամբ է գնացել, որ ինքը ոնց որ վերցնում է անձրևանոց է ստեղծել ՓՄԶ-ների համար, մի հատ մեծ կառույց, այդտեղից ոնց որ ինքը գումարներ է գեներացնում ու այդ գումարները արդեն ինքն է որոշում, թե քանի տոկոսով պետքա տա ՓՄԶ-ներին եւ ես անձամբ հանդիպել եմ ու այդ կառույցի ներսում մոտ մի քանի ժամ տես քննարկի հասկացել եմ այդ մեխանիզմը փորձել եմ բարձել ու շատ ՓՄԶ-ներն են փող դնում այդտեղ ոնց որ հա այդտեղ ընդհանուր ոնց որ ասած բյուջե են ձևավորում ընդհանուր բյուջե են ՓՄԶ-ները գումար են դնում բայց այդ գումարի մի մասը նաև նվազեցվում է իրանց հարկերից այսինքն այդ գումարը հենց նես չի գնում որպես անդամավճար իսկ այն մյուս մասով արդեն իրանք ֆոնդ ունեն որտեղ որ կարողանում են ֆինանսավորել արդեն իրանց պայմաններով կարողանում են ֆինանսավորեն իրանց ոնց որ ՓՄԶ-ներին, որ բայց էլի կարևոր այնտեղ պայմաններ կա, որ պետքա զարգացում գնա, չգիտեմ, բիզնեսի ինլայնում, որոշակի ճյուղեր կառաջնա, որոշակի ճյուղեր, որ այսինքն իրանց տրամաբանության մեջ ներդրում ներգրավելը նաև ներքին ռեսուրսի հաշվին է, ինչը որ շատ կարևոր է, սեփական ներդրումներ։ Այո, սեփական ներդրումներով, այսինքն քանի ՓՄԶ իրանք խոշորացնեն 3 տարում, իրանք համար այդ արդեն ներդրում է ու տնտեսության դե աշխատատեղեր։ Տոկոսները մոտավորապես եթե ունես ինչ որ թվեր, ես գիտեմ որ եվրոպական երկրներում 4-5% է նույնիսկ այդ բիզնես վարկերը։ Հիմա կլինեն փորձագետներ ու մարդիկ, որոնք ասում են դե ինչ անենք Հայաստանում փողը թանկ է գալիս, երբեմն լինում է որ դրա հետ ես չեմ սիրում որ համեմատեն, բայց ամեն դեպքում բանկային համակարգում համատում են ավանդի տոկոս ու բան տենց եւ այլն այդտեղ ես բան ունեմ էլի հաշտ չեմ էլի այդ համատության հետ բայց ամեն դեպքում ուզում են բնորոշեն որ Հայաստանում փողը թանկ է դրա համար վարկավորումն էլ է թանկ հա միևնույն ժամանակ գիտեմ որ մանավանդ այս եվրոպական ուղղության քաղաքականությունների ակտիվացմանը զուգահեռ կան բաներ որ էժան եվրոպական փողեր տրվում է էլի բայց միևնույնն է այդ միջև հասնում է այսպես ասած վերջնական օկտատիրոջը ինքը էլի էժան չի լինում 12, 13, նույնիսկ 15% մեզ մոտ երկնիշ են այդ թվերը տոկոսների նկատմամբ այո տոկոսները երկնիշ են մեզ մոտ ճիշտ է այստեղ բանկային համակարգից ասում են նաև որ եվրոյով վարկերը դոլարով 8-9% են բայց այդ համեմատության հետ էլ ես հաս չեմ քանի որ
ինքը արդեն արտարժույթ են որպես համեմատում, իսկ արտարժույթի հետ պետք չի էլի համեմատել ստեղ։ Հա, ի նկատի ունես, որ Եվրոպայում ասենք, եթե ասում ենք 5%-ով եվրո են տալի, հա, իրանց արժույթն է, մեր համար դրամ, հա, արտարժույթ է, ու ասում են դա արտարժույթը 8-ը, որ բայց արտարժույթի դեպքում մեծ են տատանման ռիսկերը, կուրսի տատանման ռիսկերը նկատի ունեմ։ Այդ օրինակներով կանք ռուբլու տատանման կուրսի հետ կապված մեր տեքստիլներից մի քանի գերհզորները փոքրացան, մի քանիսը նույնիսկ փակվեցին։ Դրանք անդրադառնանք արտադրողներին։ Ես կխնդրեմ այդ տոկոսների մասին։ Այդ օրինակը շատ սխալ է, իսկ ավանդի մասով ես կարամ հակադարձեմ, ոնց որ մենք ունենանք մի հատ ընկերություն, որտեղ աշխատեն 100 մարդ, 100-ից 4 հոգին ստանան 1 միլիոն դրամ, մնացած 96-ը ստանան 80,000, մենք ասենք դե մեր մոտ աշխատավարձները բարձր է, 4 հոգի 1 միլիոն դրամ են ստանում։ Ու կամ միջին հաշվենք, ասենք միջին աշխատավարձը մեր մոտ այսքան է, կամ 10 հոգին 1 միլիոն ստանա, մնացածը 80,000։ Որը կազմի միջինի վրա։ Հա, միջինի վրա շատ մեծ ազդեցություն կունենա։ Դրա համար այդ ավանդներն ու բիզնես վարկը իրար հետ համեմատելը ինձ թվում է այդ եկեք երկուսն էլ իջացնենք։ Ես երկու ձեռքով կողմ եմ, որ համավանդը իշտի։ Նաև տենց թեզիս կա, որ մարդիկ ավելի նախընտրում են վստահելի ճանապարհով փողը դնել ավանդ, քան բիզնեսի մեջ։ Այսինքն, այդտեղ նաև տարիների վեր նաև դրա մասին ենք խոսում, որ այդ բաժնետիրական ընկերությունների այդ բաների, ինչա բաժնետոմսերի շուկան մեր մոտ չի այտենց կայանանում բավարար չափով, որ նույնիսկ ֆիզանձին քվան են։ Չնայած վերջերս կհամաձայնվես, որ ահագին լավ նոր մշակույթ մտավ հայկական բիզնես միջավայրում այդ պարտատոմսերի թողարկումը եւ այլն։ Չնայած այդտեղ էլ ինձ թվում է դեռևս եւ գրագիտության խնդիր ունենք եւ այսինքն մարդիկ վստահության եւ բանի ոնց ասեմ շատ բաներ կա, որ այդ մեր համար հələ նոր է, նկատեմ հասարակության համար, բայց այդ մշակույթը սկսվում է, այդա կգա օգնի, որ ավելի էժան փողներ գրավեն, թե հակառակը հեսա 1-2 ոնց որ չստացված դեպք լինի, բանա լինելու էլի։ Ես հիշում եմ մեր նախազրույցում նաեւ դու խոսեցիր բանի մասին, այդ երբ որ առողջացման ծրագրերի գնում բիզնեսը դա ավելի է դժվարացնում, ասենք ենթադրենք ինչ որ խնդիր ունեցե ու ենթադրենք ոչ իր մեղքով, ասենք նույնիսկ արտաքին սանկցիաների ու բանի պատճառով այդ բիզնեսը ինչ որ անկում է ունեցել։ Հիմա երկու հարցը դրանից շատ կապված է։ Առողջացման ինչ բաներ կան, գործիքներ կան։ Տես, այդտեղ առաջի հարցը շատ ծավալուն ու բարդ է, փորձեմ մի մասին պատասխանել ու այս երկրորդ հարցի հետ միացնել իրար, սենց ինչի Հայաստանում շատ ռիսկի չեն դիմում մարդիկ բիզնեսը, որ գումար ունեն, ավելի լավ է բանկում թողել, որովհետև էլ եմ ասում, ինքը չի ուզում իր գույքով, որ տարիների ընթացքում ձեռքա բերվել կամ ժառանգություն ստացի, որ գույքով գնա ռիսկի դեպի, հա, բարձր ռիսկի գնա։ Իսկ օրինակ նույն Եվրոպայում դու կարաս ընկերություն ունենաս, ինչ-որ գործունեություն ծավալես չստացվի, թեկուզ գնաս սնանք, նորից առողջացման ծրագրով հետ գաս կամ փակես նոր ընկերություն բացես ու այդ բանկը երբ որ մոնիտորինգ անում կամ տեսնում ամեն ինչ նորմալ է, ուրեմն նորմալ է։ Իսկ Հայաստանում երբ որ մի հատ ընկերություն սնանք է գնում, արդեն իրան հետ բերել է, դա առողջացնելը բանկի համար շատ մեծ խնդիր է, երբ որ իրանք մանավանդ սնանք բառն են լսում։ Հենց հիմա տենց մի հատ օրինակ ունենք, որ մի քանի տարվա մեծ գործարան գնացել է դեպի սնանք, հիմա մարդը հայտնվել, որ ուզում է գումար որոշակի ներդրել է, մեծացնի ու ոնց որ առողջացման ծրագիր ունենք արդեն, բայց բանկերը վախենում են գումար տան, էլի քո գրավ այդ մարդը իր տունն է գրավ դրել, այսինքն դրանից ավել չգիտեմ էլ ինչ պետք է մարդ գրավ դնի, որ ոնց որ հավատա, որ մարդը այդ գործ ուզում է անի։ Բայց հաշվի առնելով որ նախկինում այդ հա, ինչ-որ խնդիր է ունենա, բայց հիմա տեսեք, հիմա Արդյոք խնդրեմ խոսքը թիշի, այս ցուցանիշը նաև ՓՄԶ տարբեր վերլուծություններում, գիտես, բարբերաբար նաև ՏՀԶԿ-ն էլի OECD-ն անում այն SME Policy Index,
այնտեղ հենց այդ տենց ոնց որ չափիչ կա second chance-ը, էլի, այսինքն երկրորդ բանով մենք էլի որպես Հայաստանը որ համեմատում ենք այդ ԶԿ համեմատել երկրին, մենք ցուցանիշով ենք վատ վիճակում, այսինքն այդ երկրորդ բանի շանսի, այսպես ասած, բանը մեր գործիքը չի լուծվում, էլ։ Ու համաձայն եմ, այդտեղ նաև բան էլ կա, հայկական չեմ վախեն ասել մենտալիտետի հարց էլ կա, որտեղ տենց ինչ-որ արագ իմանում են այդ բիզնեսի մասին, թե բանկիրը թե բան, էմոցիոնալ նախատրամադրվածություն կա, էլի, որ եթե այդ ընկերությունը գնացել է, բան, վերջ մոռացեք ինքը, բանը չի։ Դե ստեղ հենց ամեն ինչ գնում է դրան, որ գալիս է բիզնեսը, տես ՓՄԶ-ից ենք մենք խոսում, բայց նաև խոշորի մոտ էլ այդ խնդիրը կա, երբ որ գալիս է բիզնեսը իր հարաբերությունների մեջ մենակ է մնում բանկի ու իր հարաբերությունների մեջ, այստեղ բանկն է որոշում։ Քեզ այդ վարկը տա, դու այդ բիզնեսը կաշխատի, չի աշխատի։ Իսկ այլ երկրներում այդքան էլ տենց չի։ Դրա համար մենք վերջի տեղերը, վատ տեղերը, այս second այդ երկրորդ շանս հնարավորություն, հա։ Բայց եթե մենք ունենայինք որոշակի կառույց, որ կարողանար այդ հարաբերությունների մեջ ինքը իր մասնակցությունը ունենար, հաստատ մենք այլ իրավիճակ կունենանք։ Տես հենց հիմա օրինակ կարող եմ բերել, ես ընկերություններ գիտեմ, որ տոմատ են արտադրում, տոմատի մածուկ։ Պարսկաստանից այս շիճուկը բերում են, չգիտեմ, իրաց բիզնես մոդելն է, դա բերում են, բացում են այդ բրիքսը մյուս։ Հենց հիմա արգելված է այդ տոմատը ներմուծել, մոտակա 6 ամիս է, եթե չեմ սխալվում։ Այսինքն այդ բիզնեսը կարելի է ասել պետությունը կողքից սպանեց։ Հիմա ինքը որ երկրորդ անգամ գնա սնանք կամ մյուս ինչ որոշակի դժվարություններ, էլ ոչ մեկը չի ասի իրան, գիտես ինչ կա, մենք քանի որ պետությունը արգելեց, այս մարդը չկարողացավ բերել, հիմա ինքը ուզում է վերաֆինանսավորվի, պրոֆիլ փոխվի կամ դիվերսիֆիկացիա լինի, այդ պրոստը թղթի վրա գրած բաներ է իրանց համար, այդ բիզնես պլանը այդքան չեն ընդունում, գույք եթե ունեցավ այդ մարդը դրել, всё, կոշ գրավ, ինքը գնում է առաջ։ Այս օրինակը հենց հիմա շատ արդիական է, որ ես էլի ընկերություններ գիտեմ, փոքր բիզնեսներ գիտեմ, փոքր միջին, որ հենց այդ են անում, իրանց հիմնական, հա կարող է փոքր ինչ-որ բաներ են վաճառում, բայց հիմնական իրենց 70+ շրջանառությունը անում է այդ բանը, տոմատի մածուկը։ Հա, ինքը շատ լավ օրինակ է եւ դրա մյուս օրինակն էլ կա, որ ոչ բիզնեսի մեղքով հիմա ինչ որ որոշակի սանկցիաների պատճառով, չէ, արտահանող մենք որոշակի ապրանքային խմբեր ունենք, որոնք հայտնվել են այդ վիճակում։ Օրինակ մչեմ վախեն ասել, հա, ծաղիկը եւ այն, որոնք այդ նույն քո ասած բերած օրինակի տրամաբանության ներքո են, այսինքն այդ բիզնեսը չէր կարող կանխատեսել, որ ինչ որ պահի իրանց հա ճիշտ է փորձագետներ ասում են էլի տենց դուք եք մեղավոր, ճիշտ չեք սերտիֆիկացրել, չգիտեմ ինչ է կարևան, ամեն դեպքում ոնց որ սերտիֆիկացրել էին, իրանք մի քանի տարի այդ ճանապարհով արտահանում էին, հիմա չեն արտահանում։ Ճիշտ է, հիմա կառավարությունը հրդեհային ռեժիմով բաներ անում, աջակցության ծրագրեր անում այդ բիզնեսներին։ Ու նաև գիտեմ բիզնես, որ ասում է դե իմաստ չեմ գտնում նորից լրացուցիչ 0%-ով այդ վարկա աջակցությունը բան, բայց դա պետք է հետ տամ, այսինքն ես նորից ծանրաբեռնվում եմ, էլի։ Շատ լավ օրինակ էր, ընդ որում այդ տոմատի օրինակ ուզում եմ նաև հակառակ կողմը նայենք, ինքս թվում է թե լավ բան է անում, չէ, կառավարությունը փակում է դա, որպեսզի տեղական լոլիկը սպառեն մեր արտադրողները, իսկ դա համեմատելի է, կարա գոնե փրկվի SSP կողմը, էլի։ Դե լավ բանն է, թե լավ բան չի, տենց։ Չէ, նկատում եմ մյուս կողմը փորձել են անանցանեն, որ լոլիկ արտադրողների վիճակը լավացնի, չէ, ինչքան գիտեմ այդ տրամաբանությամբ։ Հա, դե բայց այստեղ տեսեք, ոնց որ մի բիզնեսին վնասում ենք, որ մի բիզնեսը ավելի լավ լինի, լավ վիճակում։ Հիմա լոլիկը թանկացել է։ Բայց ես ինչքան իմ տվյալները ինչքանով ես գիտեմ, չի հերիքելու Հայաստանում այդ լոլիկը, որ դու կարողանան մթերեն, այսինքն այն տոմատ արտադրողը չի կարողան այդ հզորությունները չի կարող ապահովել։ Ես սենց ասեմ, հիմնական Հայաստանում տոմատ արտադրությունը հայկական լոլիկով չի լինում, քանի որ ինքը նախ ես գիտեմ որ ջերմոցի լոլիկը թանկ է, Հայաստանում հիմնական ջերմոցի լոլիկներ են, ջերմատներում աճեցված։ Դաշտի լոլիկը այդքան մեծ մասշտաբ չկա, որ հա մթերեն, հետո դեռ գումարային ու մրցակցության հարցեր կա, քանի որ մենք արտահանում էլ ունենք,
այդ մածուկին չեն կարող մրցել, եթե տեղական հումքից ստանանք։ Այսինքն այդ շղթան հələ մյուս խնդիրներ ունի արտահան։ Հա, մենք այդ կետային լուծումները շատ վախենալու են իրականում։ Մենք ամեն ինչին փորձում ենք տես կետային լուծումներ տան, այդ քո ասած այդ հրդեհը հանգցնելու լուծումներ տանք, բայց որ ասում այս կողմից հրդեհը հանգցնում ենք, բայց այն կողմից ավելի ուժեղ է ինքը գալի կրակը մեր վրա, բայց քանի մեր աչքը չի տենում այդ կրակը, հələ որ ասում ենք ոչինչ կարևորը հիմա այստեղ հրդեհ չի։ Տենց գրեթե բոլոր ոլորտներում այդ խնդիրը կա, երբ որ մենք փորձել ենք կետային լուծումներ տանք ու այդ դրա շնորհիվ ավելի ենք վնասել բիզնեսին։ Հասկացա։ Շատ լավ, քանի դեռ մի քիչ ժամանակ ունենք, արի խոսենք քո մյուս սիրած թեմայից, տեքստիլից, որի մեջ էլի ամենօրյա ռեժիմով կաս գործում ես, էլի։ Այնտեղ ինչ վիճակ ունենք հիմա։ Ես հիշում եմ, որ դու օրինակ բերեցիր, որ սկսած նրանից, որ ռուբլու բանի արտարժույթի նկատմամբ էլի այդ կուրսի տատանումը եղավ, հիմնականում դեպի ռուսական շուկա գնացող ապրանքներ արտադրողների մոտ էլի դա ունեցավ խնդիր։ Ես ուզում եմ ստեղ զուգահեռներ տանեմ, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ այս նույն տաղավարում խոսում ենք նախարարությունների ու քաղաքականությունների մշակման մասին, օրինակ այդ ՏՏ նախարարություն, գյուղատնտեսության նախարարությունը միացնել է էկոնոմիկային, որ տենց էլ ես անդադասում եմ, ոչ մեկ մի հատ ազդեցության գնահատում չարեց, ինչ եղավ էլ, բայց այստեղ պետք է ասեմ, օրինակ ՏՏ ոլորտի ժողովրդի բախտը բերել է, որտեղ ունեն կարողացան լոբինգ անել եւ ունեն սեփական նախարարություն եւ նման դեպք որ եղավ կհիշես արտարժույթի իրանք գնացին կառավարությունից սուբսիդավորում վերեցին երբ որ ասում են դոլարի կուրսը ընկել է ՏՏ արտահանող բաներին ընկերություններին օգնեք հիմա ես տենց բան չեմ հիշում որ ռուբլու կուրսը որ ընկավ ինչ որ տենց տեքստիլ արտադրողները բան ովքեր բան գնային ասեն ժողովուրդ կամ իրանք չգնային քաղաքականություն մշակող ասել սպասեք այս մարդիկ լավ չեն զգում իրանց էլի այս երկու բլոկի է ընդհանուր տեքստիլը ու մի հատ օրինակ եմ ուզում բերեմ հենց այդ արտարժույթի բանը որ այնտեղ չեմ վախեն ասել ավելի լսված են հա չնայած իրանք ավելի քիչ են համայնքով եւ ավելի քիչ աշխատատեղեր են ապահովում եւ այլն բայց էս էլ որ ինքը էլի կարևոր ոլորտ է իր ազդեցությամբ այսպես այդտեղ Եթե հիշում ես տենց բան, ես չեմ հիշում, որ արտարժույթի աջակցություն լիներ իրենց։ Չէ, ես էլ չեմ հիշում, այդ շատ լավ օրինակ էր, հենց այդ կետային լուծումների մասներ խոսքը։ Հիմա տեսեք, երբ որ այդ տեքստիլ ոլորտից խոսք գնա արտահանումից մյուս, այդտեղ էկոնոմիկայի նախարարությունը օրինակ է բերում, որ երբ որ դու արտահանում ես, ընդ գումարի քեշբեք է գալի, այդ ֆակտուրայի հիմքի վրա մյուս, բայց այդ նորից մի հատ կետ է, որ ինչ-որ լուծումը, հա, վատ չի, լավ է Բայց արդյոք մենք պետք է չստեղծենք պլատֆորմ կամ որոշակի ձևեր, որ սովորեցնենք տեքստիլ արտադրողին ինչպես պետք է արտահանի Եվրոպա։ Քանի որ Ռուսաստան հեշտ է արտահանումը, չգիտեմ, կարող 4 զանգով ընկնի այնտեղ մեծ համապատասխան մարդ գտնի ու սկսի արտահանել, բայց Եվրոպայում այդքան էլ տենց չէ, այսինքն Այստեղ մենք պետք է համապարփակ լուծումներ տանք այդ ամեն ինչը։ Ու երկարաժամկետ։ Երկարաժամկետ, ինչպես արտահանել, ինչ մեքենաներ է պետք, օրինակ, որ այդ ստանդարտներին համապատասխանի։ Եթե այսօր փոքր ու միջինը գնա ուզենա եվրոպական ստանդարտներով այդ ISO համակարգերներ դնի, իր համար դա այնց ահռելի մեծ ծախս է, որ ինքը չի ուզում դրան գնա։ Ու չի կարող դրան գնալ։ Այսինքն մենք պետք է այս բոլոր խնդիրները միացնենք իրար ու փորձենք լուծել։ Իսկ մեր մոտ ինչ են անում, այս նախազրույցում ոնց որ ես կարճ խոսացին, շատ դատաբազա են հավաքում տարբեր երկրներին, ըստ desktop research են անում։ Մի երկու խոշոր ընկերության սեփականատեր կամ տնօրենների հետ են հանդիպում, ինչը որ ես իմ համար երաշխիք չի, որ այդ մարդը կարա ինչ-որ տեսլական ասի կամ Մեզ բան ասի, հա, ինքը կարա պրոստի դա շահերից բխող բան ասի, վերցնում կպցնում են ու դարձնում են ռազմավարություն ու տենց մի հատ ճյուղ վերցնում են, օրինակ պետքա թանկ ապրանք ծախել ու վերջ։ Բայց իրականության մեջ Հայաստանում տեքստիլը ամենաշատ էժան ապրանքն է ծախում, այսինքն ովքեր որ էժան ապրանք են ծախում, իրանք
ավելի շատ են մարդկային քանակով, ռեսուրսով մյուս, քան այն նրանք, ովքեր որ թանկ ապրանք են ծախում ու քիչ։ Ինկատնես հայկական շուկայում։ Այո, հայկական շուկայում նկատի ունեմ։ Որը հնարավորություն է տալիս հետո արտահանելու, չէ՞։ Այսինքն ինքը մի քիչ ուժեղանում է այստեղ ու սկսում է արտահանել։ Ինքը կարա չարտահանի, ինքը կարա տենց էլ մնա այդտեղ, որտեղ ինքը չունի այդ ռեսուրսը, չունի այդ գիտելիքը, չունի այդ հնարավորությունը, այսինքն ասածս էնա, որ պետքա պետությունը ստեղծի կամ կառույցը, մենք հիմա օպերատոր ունենք, ինչ-որ տեքստիլի։ Հա, այդ տեքստիլի օպերատորը պետքա ինչ-որ ստեղծի այդ պայմանները, կամ ասի քեզ սրա համար էսա պետք, կամ չգիտեմ, իրանք պետքա այդ լուծումները պետքա ամբողջական լինի։ Իսկ մենք մի կետային, եթե արտահանես քեշբեք կտա, հա, եթե, բայց դե տեսեք քանի հոգի են արտահանում Եվրոպա, եթե տեքստիլից ենք խոսում։ Նույն այդ ձկնաբույսների հետ կապված դա դուք պետքա Եվրոպա սերտիֆիկա, բայց իրանց ոչ մեկ չի եկել, չէ՞, մինչև այդ ասეთ մարդուն հեշտ է եղել, էտա կարողացել, էտա արել։ Այսինքն մենք չենք ունեցել այդ կառույցը, որ կարողանասի գիտես ինչ կա հարգելի ձկնաբույս, դու կարաս նաև ստեղ արտահանես, էսի, ահա, իհարկե, չունենք այդ։ Հիմա մեղադրում ենք այդ մարդուն, ասում ենք դու ինքը արտադրող ստեղծող է, դե միտեղ պետքա վաճառի, ամենաարագ վաճառքը որտեղ որ կարողանում է, տեղա կարողանում վաճառել։ Ստեղ մեղադրել այդ մարդկանց, իսկ թվում է առնվազն, չգիտեմ, մեղք վերցնել է էլի քո վրա։ Շատ լավ, իրականում կարևոր բան ասացիր, որ այո, ցավոք սրտի հանդիպում ենք տենց բաներ, կարծիքներ ու ավելի շատ sense մեղադրական է նույն տեքստիլի ոլորտում, չեմ վախենա ասել գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում, ասում են կարճ ասած մոռացեք ձեր ամբիցիաները, մենք պետքա թանկարժեք սեգմենտ մտնենք, հա, թանկ սեգմենտ մտնենք, նույն տեքստիլը պետքա անենք ավելի բարձրարժեք ապրանքների վրա շեշտ դնենք, որ մենք կարողանանք քիչ վաճառել, բայց թանկ վաճառել։ Այս մի հատ տենց քո խոսքում ինչ ենք անում դրա համար, շատ կարևոր է։ Եթե ուզում ենք այդ անել, ինչ ենք անում դրա համար, ինչ քայլեր ենք ձեռնարկում դրա համար։ Հիմա դա մի կարծիքն է, որ կա մեր այսպես ասած առօրյայում, որ ասում են որին թե արտակը թե ես համաձայն եմ, որ գալիս ենք ասում ենք եղբայր հա լավ անենք, բայց դրա համար պետքա հետևողական բան աշխատանք, այսինքն երկարատև են առնվազն 3 տարվա հստակ գործողությունների, որ չշեղվես էլի, ասենք, չէ, նպատակս դրել եմ, անում եմ, եղած արտադրողին, դու տեղափոխում ես ավելի թանկարժեք ապրանք արտադրողի սեգմենտ, հա, լիցենզավորում ես, սերտիֆիկացնում ես, այդ մի քիչ առաջ խոսում ենք էժան վարկային ռեսուրսների եւ ընդհանրապես ֆինանսական ռեսուրսների, այդ սա անում ես, բերում հասցնում ես դրան, նոր գնում ես։ Հիմա կասեն դա բիզնեսն է, թող ինքն իրանով անի։ Այդ դեպքում բիզնեսը ասում է ինչ է պետք, ես այդքան փող, եթե ոչ ինչ փող եք տալի, ոչ աջակցում եք եւ այլն, ես գտնում եմ ավելի հեշտ ճանապարհով, ավելի արագ վաճառելու։ Իհարկե կան բիզնեսներ, ազնվության համար ասենք, որոնք շատ դժվար ճանապարհով, բայց գնում են կամ ի սկզբանե իրենց բիզնեսը իրանք կառուցում են հենց դրա վրա, այսինքն քիչ, բայց բարձրարժեք բան։ Բայց ինձ հայտնի չի տենց այդ բիզնեսները, որոնք տենց շատ մեծ հաջողության են հասել։ Իրանք տենց են ասում բուտիկային տրամաբանությամբ են մնում ու այդտեղ շատ տենց մասշտաբի էֆեկտ անելը ինձ թվում է մի քիչ դժվար է գնալ։ Ամեն դեպքում եթե գանք տեքստիլ ուզում եմ ստեղ նաև զուգահեռներ տանենք մեր վերջի շրջանի խոսույթում նաև խոսվում է այդ հայ-թուրքական սահմանի բացում եւ այլն, որի չեմ վախենա ասել առաջի հենց բաներից, եթե ոչ բաների գյուղատնտեսական ապրանքներ եթե դնենք մի կողմ, առաջի հարված ուտողներից իմ կարծիքով հենց ելնելու է տեքստիլը, որտեվ հարևան թուրքական երկրում, ասենք այդտեղ ես գիտեմ, որ արդեն մի քանի չեմ վախենա ասել 2 տասնամյակ մինիմում, այնտեղ պետական աջակցություն կա եւ աճում է այդտեղ, էլի։ Այդտեղ ինչ ես տեսնում, եթե այս ձևով ընդ որում մեր գործընկերների հետ էս վերջերս գիտես այդ խոսակցությունն եղավ էլի բիզնես միություններից մեկի հետ, որ ասում են դե եկեք հանդիպենք, ինչ-որ ֆորումներ եւ այլն, ասում եմ շատ լավ, եկեք, բայց միջև այդ եկեք մի հատ պետական կարգավորումներ ունենանք, որ մեր տեղական բիզնեսին պաշտպանենք, նոր գնանք հանդիպումների, որովհետեւ այդ սենց ահամ պատրաստի գնալ քեզանից ավելի ուժեղ, քեզանից ավելի մտածված ու ռազմավարական ծրագրեր ունեցող պետության ու տնտեսության հետ խոսելը, այդ բանը մանկամտություն է, չեմ վախենա։ Ոնց որ փոքր երեխեքով գնան մեզ տղեկ այդ կռիվ անելու էլի։ Դե ստեղ էլի հարցը երկու մասի բաժանենք, որ ավելի հեշտ լինի պատասխանելը։
առաջինը որտես թուրքականը, որ այսօր թուրքական կտորը դե ուրիշ է, ինչքան է Չինաստանից, բայց դա նույն պետական լոբինգ է եղել, որ ինքը հասել է ինչ-որ այդ մակարդակի։ Հիմա երբ որ մենք ուզում ենք բարձրաժեք արտադրանք վաճառել, տեքստիլի մասն է թե խոսքը, իհարկե պետքա պետությունը այդտեղ աջակցություն ցուցաբերի, որ հայկական բրենդները որոշակի տեղերում դիրքավորվեն որպես բարձրաժեք արտադրանք, որպեսզի որտեղ միայնակ ինչ-որ մի ընկերություն փորձի այդ անել, շատ բարդ է, շատ դժվար է։ Ես կարող եմ այդտեղ գինիների օրինակը բերել, տեսեք, ինչքան գինիներով քանի տարի փորձում են հիմնադրամը գինու, այո, գինու հիմնադրամը այդքան աջակցում է, մյուս ես եմ տեսնում, շատ եվրոպական արդեն խանութներում կա, Ամերիկայում, եթե չեմ սխալվում, փորձել է գինու ժողովրդի բախտը բերեց, որ իրանց հիմնադրամը չփակեցին։ Հա, ուզում ասեմ, հա, հիմնադրամություններից ստեղծված, ինքը գնաց, զարգացավ, որոշակի, եթե նայենք, շատ մեծ աճ կլինի, էլի այդ ոլորտում, որտեղ արդեն սկսել են նաև շատ ընդունել, որ հայկական որոշակի գինիներ կա, որ այո, բարձրաժեք, այո, հա, լավն է, մյուս ու կարա։ Այդ հետևողական երկար, չգիտեմ, տենց մեծ արդյունքներ հիմա ունեն, բայց առնվազն էս վերջի միջոցառումը իրանք որ արել էին համաշխարհային այդ գինու համտեսի եւ այլն, ինձ համար շատ տենց պատվաբեր էր, էլի որ նայած, բայց լրիվ համաձայն եմ, լավ օրինակ էր, որտեվ այդ հիմնադրամը կա ու ելի եմ ասում փարկաստու չփակեցին, որտեղ տենց խոսակցություն կար ինչ-որ այսինքն կա կառույց, որ օգնում է այդ ոլորտին ԶԱԿ-ը փակել, ինքը մնաց իր պատմական հիշողությամբ, կապերով, այսինքն ինչից էր սկսել, ինչ էր արել, անկախ կառավարությունների փոփոխություններից, ինքը շարունակում է այդ քաղաքականությունը ու գնալ։ Բնական է իրանք էլ իրենց դժվարություններ ունեն ու գնում են այդտեղ։ Բայց այստեղ ստացվում է օրինակ նույն տեքստիլի մասով նոր ենք ձևավորել այդ օպերատորը, չգիտեմ անկեղծ ասած ինչ արդյունքներ կա հիմա, առաջընթաց կա թե չկա։ Ճիշտ ասած ես էլ չգիտեմ արդյունքների առաջընթացի մասին, բայց մինչ այսօր որ ես գիտեմ մի քանի որ էքսպո է եղել, որ տարել են հայկական բրենդները, բայց սենց օրինակ բերեմ, եթե մենք ունենք օրինակ, չգիտեմ, մարդիկ, ովքեր սպորտով են զբաղվում, ասենք շտանգա, այն պարապոմեսի ինչ ինքը կարողանում է 50 կիլո բարձրացնել ու Հայաստանում դա մեծ ռեզուլտատ է, մեծ արդյունք է ու իրանց վերցնես մի օր տանես միջազգային, հա, որտեղ 50 կիլոն ընդհանրապես հա թեմայի մեջ չի 100 կիլոից է ստարտը սկսում, նույնն էլ էս ոլորտում, երբ որ մենք պետքա նախ պատրաստվենք դրան, այսինքն աջակցությունը նենց լինի, որ մարդ կարողանա գիտակցաբար մտնել այդ ֆինանսական ծախսերի տակ, հասկանա որոշակի որ պետությունն էլ է ռիսկ իր այդ կիսում։ Նու պետություն ասելով ես մարմինին նկատի ունեմ, այն որ պետքա ոնց որ այս դեպքում, հա, այս դեպքում գինու այդ հիմնադրամ, հա, երբ որ հասնես դրան, որ արդեն որոշակի դու բան ունենաս, նոր գնաս սկսես այդ հայկական բրենդները լոբես, եթե դու կարում ես այն բանը, ինչ որ Չինաստանում էլ են կարում, չգիտեմ, մյուստեղ ու գնաս փորձես այդ առաջ տանել ու ինքնուրույն, ուղղակի քեզ էքսպո են տարել, էքսպոյի որոշ մասը ֆինանսավորել, ինձ թվում է այդ այնքան այդ տրամաբանության մեջ չի մտնում էլի այդ արտահանում։ Եթե գանք նորից բանին, այդ հայ-թուրքականին, դու օրինակ բերեցիր, որ մեծամասամբ մեզ հայտնի է, որ թուրքական կտորով են կարում հենց տեքստիլը բան, բայց ես քեզանից իմացա, որ նաև կա չինական, շատ չինական կտորով են կարում ու էլի գոհ են, հա, ոլորտի ոնց որ։ Հա, բայց էլ եմ ասում, տես եթե բացվի այդ սահմանը ու այս վիճակով առանց տենց մեր տեղական արտադրողին պրոտեկցիոնիզմի, այսինքն մենք շանսեր ունենք այդտեղ մրցելու, եթե մաքսազերծումը այս տրամաբանությամբ լինի, ոնց որ հիմա կա, չունի շանսերը շատ քիչ են, որովհետեւ հիմա Վրաստանով է գալիս այդ նույն մոդելով, այսինքն այդ կիլոգրամով ներմուծում ասածը, ու մենք ստացվում է որ հիմա եթե մարգարայով կա, մենք ավելի բան խնդրեմ ենք ունենալու։ Ես եթե մի քիչ էլ ուզեք խորանամ, մի հատ sense կարճ օրինակ կբերեմ, որ դուք պատկերացնեք, օրինակ մենք ունենք հսկիչ գներ, չգիտեմ, օրինակ բամբակի գործ, բամբակից չէ, գործվածք չէ, արտադրանքը, օրինակ, չգիտեմ, ինչ-որ տաբատու վերնաշապիկը արժի
հսկիչ գինը օրինակ $10 է, ենթադրենք $10-ից հարկվում ամենաշատը, չգիտեմ, 5-ից $10, ինքը $100 բան է ներմուծողը առնում, ներմուծումա, ասում է, այսի $8-ով ինքը հսկիչ գինով օրինակ ռաստամուշկա է լինում, բայց արտադրողը այդ $100 երբ որ արտադրում է, ծախում է $100, 40,000 դրամ տեղում, ինքը այդ 40,000 դրամից է հարկվում, կամ ԱՀ կամ բան շրջակ, այսինքն պատկերացրեք, մենակ այս օրինակը հերիք է, որ այս մեխանիզմով, որ ներմուծողը ավելի լավ պայմաններում է հայտնվում, քան արտադրողը։ Այսինքն ես կարամ թանկանոց ապրանք բերեմ ու հսկիչ գնով այդ $10, 20, հա, այդ դրանով ես անցնեմ ու գնամ։ Հիմա կիլոյով չկա, բայց հասկանում ենք, որ դա միջինացված է։ Հիմա դե ես հարց եմ տալի հակադարձ։ Ես կարող եմ բարձրաժեք ապրանք արտադրել ու վաճառել։ Եթե ես 40,000-ից եմ հարկվելու, օրինակ 20% կամ 10, այդ շրջակով 5%, իսկ ներմուծողը կարա 3 հատ 40,000-ը կիլոյով, չգիտեմ, $10-20 հարկվի ու այդ 3-ն էլ անցնի գա հայտնվի իր խանութում։ Շատ լավ, բայց այս պահին քո գնահատականով եղած կարգավորումներով մենք զուտ տեքստիլի կտորը էլի փակելու այդ բան թեման ուզում եմ ամփոփենք, այդտեղ տենց մեծ հնարավորություններ չունենք, եթե այս կարգավորումներով սկսենք հարաբերությունները հարևան երկրի հետ։ Չէ, մրցակցելու իմ կարծիքով, հիմա կարող է տեքստիլ արտադրողներ լինեն, որ ասում են կարող ենք մրցակցել, բայց իմ գնահատմամբ հիմնական մասը, մանավանդ փոքր միջինը, շանսեր չունի մրցակցելու։ Ես մի քիչ էլ ավելի խոր օրինակ բերեմ, տեսեք, որ հիմնականում քանի որ սկսել են Չինաստանից ներկրումներ անել պատրաստի ապրանքին, այստեղ օրինակ ինքը վերնաշապիկ է բերել 15 տեսակ, 5 տեսակը վաճառվել է, ինքը չի կարող, այլ չի դրա համար Չինաստանից մինչև գա 2 ամիս կամ այդքան գումար դնենք, սկսում է այստեղ տեղի արտադրողներին ման գալ, որով որ այդ նմուշից կարտադրի ու սկսում է հետո աշխատել։ Պատկերացեցիք մեխանիզմը։ Հիմա քանի որ Թուրքիան արդեն մոտ է բաց, ինքը Չինաստանից կբերի, հա, ինքը կարա այդտեղ պատվիրի ուղղակի այդ վերնաշապիկից կարեն շատ արագ ինքը ներմուծի։ Հասկացա, այլ տեղական արտադրողին չի։ Չէ, բարձա որ այնտեղ ավելի մատչելի կլինի, ավելի բեժան կլինի, ներմուծին դեղից պատրաստի արտադրանք, այլ տեղական արտադրողին չի ասի, քանի որ մոտ է սահմանը բաց է։ Մեր այսօրվա թողարկումը մոտենում է ավարտին, որպես տենց ընդհանուր ամփոփում ինչ տենց կամփոփեիր ընդհանրապես արտադրողների ու լավ կլինի էլի մենք վերադառնալով մեր ասոցիացիայի մանդատին գերփոքր արտադրողների մասով են։ Ես կարամ ընդհանուր ՓՄԶ-ների մասով ասեմ, որ մենք ինչքան խոսենք, ինչքան օրինակներ բերենք, այդտեղ շատ պարզից էլ պարզա, որ պետք է ինչ-որ կառույց, ով կաջակցի ՓՄԶ-ներին ու այսօր եթե նայես աշխարհում հնայի 50+%-ը, նու զարգացած երկրներում, Ամերիկա, Եվրոպա 50+%-ը ՓՄԶ-ներն են։ Իսկ Հայաստանում այդ 30 քանի տոկոսը։ Վերջինը 34։ Հա, 34% է։ Այսինքն ցույց է, մենակ այդ ցուցանիշով երևում է, որ մենք հետ ենք գնում դեպի, իսկ եթե չեմ սխալվում, Ամերիկան ոնց որ խնդիր է դրել, որ 60 քանի տոկոս պետք է լինի իր մոտ, Եվրոպան ինչ-որ էլի հա, տնտեսության դիվերսիֆիկացիա։ Այո, հա։ Իսկ մեր մոտ մենք շեշտը դրել ենք հիմնական խոշորի վրա ու գնում ենք դեպի այտենց մենակ մի քանի մեծ, ինչի որ կարծում եմ խոշորի ձայնը ոնց որ թե ավելի լսելի է, բայց ռիսկերն շատ մեծ են խոշորից։ Օրինակները ցույց է տալիս, որ խոշոր բիզնեսին վերաբերելի հարցերը իմ կարծիքով ավելի արագ են հասնում տեղ կանցում մշակողներին եւ ավելի արագ է լուծում ստանում են։ Վերջես մի հատ բան էի նայում, վերլուծություն էի կարդում ու այդտեղ շատ པարզ էր, շատ ես պետք է կուղարկեմ քեզ, այնտեղ շատ հստակ ասվում է, որ օրինակներով ու ոնց որ ապացույցներով, որ երբ որ փոքր ու միջինները ուժեղ են լինում, խոշորները ավելի ուժեղ են լինում, քանի որ խոշորները հիմնականում նաև աշխատում են փոքր միջինների հետ, երբ որ փոքր միջինի, ասենք տված հումքը, մյուս ավելի լավն է լինում, խոշորի մոտ այդ ավելի լավ է ստացվում։
թե արտահանել է, թե մյուսը, ու դա ապացույցներով ոնց որ տենց վերլուծական մեծ բան։ Ուղղակի նայում հետաքրքիր է, բայց այդտեղ էլ նայում եմ, որ այդ խոշոր ասածը ուժեղ ՓՄԶ-ների մեջից ով դառնում է խոշոր, դա արդեն նշանակում է ինքը ուժեղ ՓՄԶ-ներից է խոշորացել, որը էլի կարևոր է։ Սենց որ վերջնական ամփոփենք, ինձ թվում է պետքա կառույց, որ հետևողական որ կլուծի ՓՄԶ-ների, կկանգնի ՓՄԶ-ների կողքին, կլսի իրենց ռեալ խնդիրները ու կփորձի դրա հետ կապված երկարաժամկետ, այդտեղ կարևոր բառը երկարաժամկետն է, երկարաժամկետ լուծումներ առաջարկել, որ մի քանի տարի հետո այդ ՓՄԶ-ն ինքը մեծանա ու ավելի խոշոր դառնա։ Որտեւ ինձ թվում է Էդ էլ է շատ կարևոր, բացի արտերկրից ներդրումներ ներգրավելը, նաև ներքին ռեսուրսով կարողանաս մեծացնես ու էլ ինքը աշխատատեղ է, չգիտեմ, ներդրում է, մյուսը։ Շատ շնորհակալ եմ Արտակ ջան, ասեցիք, ընկալեցիք։ Այսքանն էր այսօրվա հարկեր, турքեր, կրքեր, լավ եղեք, կհանդիպենք։